Սեր առավոտից։ Բարի լույս ու բարի գալուստ հանրային ռադիոյի առաջին ծրագիր երկուշաբթի է, միասին սկսում ենք աշխատանքային շաբաթը եւ ձեզ մաղթում ենք լավ օր։ Բարի լույս հարգելի ռադիո լսողներ, սուրճ ու սեր առավոտից ռադիո նախագիծը սկսված է, ես Մարինա Գրեգն եմ, ինձ հետ տաղավարում աշխատում է Սևակ Հակոբյանը, գուցե երկուշաբթիները այնքան էլ հաջող օր չենք համարում, բայց մեզ հետ ձեր առավոտը հաջողված է, իսկ առավոտը օրվա շատ կարևոր սկիզբ է, այնպես որ առաջարկում ենք միանալ մեզ մինչև ժամը 11-ը, վայելել հրաշալի ժամանակ, միասին փոխարինել այսպես էմոցիաներով եւ լսել լավ երաժշտություն։ Այո, խմել սուրճ, թե ձեր նախընտրության դեպքում կախված նրանից, թե ինչպես եք սիրում սկսել ձեր առավոտը, բայց խորհուրդ ենք տալիս առավոտը միշտ սկսել մեզ հետ, այո, երկուշաբթի է, բոլորս մի քիչ այսպես դժվարությամբ ենք համակերպվում, այո, աշխատանքային շաբաթվա մեկնարկին, բայց ամեն դեպքում շատ լավ եղանակ է, շատ հրաշալի այսպես սեզոն Հայաստանում, մայիսյան, մի քիչ արդեն իհարկե շոկերը զգացնել են տալիս, բայց ամեն դեպքում շատերի համար ամառային արձակուրդներն են արժևում, շատերը հենց այս ամիս են միգուցե պլանավորում ճամփորդություններ եւ արձակուրդներ, այնպես որ եկեք կյանքին այսպես ավելի դրական նայենք, ի վերջո առանց աշխատանքի մեր կյանքը անիմաստ կլիներ։ Ես համաձայն եմ քեզ հետ, կար ժամանակ, երբ ես որոշ ժամանակ չէի աշխատում կամ արձակուրդի մեջ եի եւ շատ կարոտում էի աշխատավայրը ու անհամբեր սպասում էի երբեմ վերադառնալու, որովհետեւ երբ որ աշխատում ես, անընդհատ այդ տեմպի մեջ ես եւ հատկապես երբ սիրում ես աշխատանքդ։ Եվ նաև ասացիր, որ սեզոն է, ես նկատեցի, որ Հայաստանում շատացել են տուրիստները, վայելում են մեր երկրի տարբեր անկյունները եւ իսկապես վայելում են։ Երեք Լեհաստանից ժամանած մի զբոսաշրջիկի հանդիպեցի, մի քիչ գինով ցած էր տղամարդը եւ ասում էր I love Armenia, շատ ոգևորված, այնպես որ տուրիստները եւս արդեն եկել են, դա նշանակում է, որ այո, սեզոնը բացվել է։ Այո, հրաշալի իսկապես եղանակ է Հայաստանում եւ ասենք, որ հրաշալի եղանակ է նաեւ մեր տաղավարում։ Այսօր մենք մինչեւ ժամը 11-ը կլինենք եթերում, հիշեցնենք, որ ուղիղ եթերում ենք նաեւ Facebook-յան հարթակում Հայաստանի հանրային ռադիո, փնտրեք, գտեք մեր էջը, բաժանորդագրվեք եւ միացեք մեր ուղիղ եթերին, մեկնաբանությունների դաշտը բաց է, կարող եք գրել ձեր մեկնաբանությունները։ Եվ իհարկե կարող եք զանգահարել մեզ 553702 ուղիղ եթերի հեռախոսահամարն է, անհամբեր սպասելու ենք ձեր զանգերին եւ իհարկե քննարկելու ենք վերջին օրերի տեղի ունեցած իրադարձությունները, ամենակարևոր իրադարձությունները, որոնք էին դրանք։ Դե նախորդ շաբաթը եզրափակվեց Եվրատեսիլ երկրի մրցույթով, ամբողջ տարին երկրպագուները սպասում էին հենց այդ օրվան, այդ շաբաթվան եւ վստահ եմ շատերը հետեւած կլինեք, հաղթեց Ավստրիայի ներկայացուցիչը Wasted Love երգով 11 տարի անց վատնված երգ, վերջին հաղթողը սկանդալային Կոնչիտա Վյուրստն էր, բայց որպես երգ կատարում իսկապես շատ հրաշալի էր եւ անգամ երբ նա արդեն կատարում էր որպես հաղթող, հուզմունքը իսկապես կարողացավ մի կողմ դնել եւ որևէ մի նոտա չշեղվեց կարծես։ Ես նայում էի, երբ այդքան հուզված էր եւ ասում եմ, ու խնդրում էր, ջուր էր խնդրում անընդհատ, որ կարողանա երգել, ու անընդհատ ասում եմ, այս տղան հիմա կարող է վատանա եւ չկարողանա ուղակի երգել, բայց բրավո, իսկապես արժանի հաղթանակ էր եւ երգի բառերը եւս շատ լավն են, ասում է, ես սիրո ծով եմ, բայց դու ջրից վախենում ես։ Արի երգը լսենք, հետո մի փոքր էլի Եվրատեսիլին կանդրադառնանք։ I'm an ocean of love, and you're scared of water. You don't want to go under, so you let me go under. I reach out my hand, but you watch me grow distant, drift out to the sea and far away in an instant. You left me in the deep end.
Սուրճ ու սեր առավոտից։ Եվրատեսիլ 2025-ի հաղթող JJ-ին էինք լսում, Wasted Love, վատնված սերը, փաստորեն զուրճը վատնվեց այս դեպքում եւ նրան հաղթանակ բերեց։ Իսկապես միշտ քննարկում ենք, քննադատում տարբեր ելույթներ, բայց ամեն դեպքում այս մրցույթում հաղթող երգը միշտ արժանի է հաղթանակի։ Հիմա այսպես վերջնական ամփոփենք այս թեման եւ անցնենք առաջ։ Մեր պատվիրակը ցավոք 20-րդ տեղը զբաղեցրեց, բայց առանց որևէ այսպես ձևականության կամ կեղծելու ենք ասում, որ հրաշալի ելույթ ունեցավ։ Շատ շատերն էին նշում, որ մեր այսքան տարվա ներկայացուցիչների մեջ ամենաանթերին, ամենագրավիչն է եղել։ Ցավոք ժյուրիից մենք շատ քիչ միավորներ ստացանք։ Եվրոպացի ժյուրին էր ուշադիր, հետևեք մեր պատվիրակի ելույթին, նա փայլեց իսկապես։ Փայլեց եւ մենք շնորհավորում ենք Պարգին իսկապես փայլուն ելույթի համար, հրաշալի աշխատանքի համար եւ թիմին, ով եղել է ամբողջ ընթացքում Պարգի կողքին։ Մենք ունենք օրինակ, անցյալ անգամ էլ խոսեցինք Ռոզալինի օրինակը, որ այո, այս մրցույթում կարեւոր են միավորները, բայց ամեն ինչ դրանով չի որոշվում եւ սա կարող է լինել ուղղակի հերթական լավ հարթակներից մեկը, որպեսզի արտիստը այլ ավելի եռանդով եւ ոգևորությամբ շարժվի առաջ, իսկ Պարգի մոտ ամեն ինչ արժևում է։ Այո, Պարգին մենք սպասում ենք Հայաստանում, հուսանք նաեւ նրա հետ զրուցելու առիթ կունենանք։ Երեք երկիչը նաեւ տեսաուղերձ էր տեղադրել եւ ասում, որ իսկապես ամեն ինչ արժևում է, կարեւոր է, որ արտիստները չհուսալքվեն, չհիասթափվեն, այո, սա մի հարթակ է, որտեղ իրենց ցույց են տալիս, մանավանդ երբ փայլուն ելույթ է ունենում, եւ իսկապես սա անկանխատեսելի մրցույթ է, ինչի մասին մենք եւս մեկ անգամ համոզվեցինք, քանի որ Իսրայելը օրինակ, որը շատ քիչ միավորներ էր հավաքել ժյուրիի գնահատականներով, մեկ էլ հոպ հանդիսատեսի քվեարկությամբ եկավ երկրորդ տեղ։ Այո, մոտ 200-ից ավելի միավոր հավաքեց եւ պայքարը գնում էր Ավստրիայի, Իսրայելի եւ Էստոնիայի միջև, այսպես երակ էր ձևավորվել եւ դեռևս Ավստրիայի օգտին չէին քվեարկել, այդ պարագայում Իսրայելը կարծեմ առաջատար էր եւ ամենավերջին պահին իհարկե հնչեց արդեն Ավստրիայի միավորները, հնչեցին 436 միավորով առաջին տեղը եւ արդեն Եվրատեսիլ 2026 երգի մրցույթին Եվրատեսիլի բոլոր երկրպագուներին սպասում ենք Վիեննայում։ Այո, Մարինայի սիրելի վայրում։ Այո, իմ երկրորդ հայրենիքն է, որովհետեւ շատ հաճախ եմ այնտեղ լինում, քանի որ մայրիկս այնտեղ է ապրում, այնպես որ Հայաստանը չհաղթեց, որքան էլ որ շատ էինք ուզում, բայց ոչինչ, հաջորդ տարի մայիսին բոլորին հրավիրում եմ Վիեննա, այնտեղ գնալու Եվրատեսիլ երկի Մարինա, միշտ սովորաբար թանկ են լինում տոմսերը, թռիչքը, կեցությունը, արի կեցությունը դու քեզ վրա վերցրու, մյուս տարի գալիս ենք։ Վերցնում եմ։ Ձեր տանը կգիշերենք, կհետևենք Եվրատեսիլին։ Հրաշալի է, հրաշալի։ Մենք կարող ենք ինչ-որ ձևով տոմսերի հարցնել հոգան։ Ոչ մի խնդիր։ Բարի լույս։ Բարի լույս։ Սրտանց ողջունում եմ բոլորին։ Մենք ձեզ մաղթում եմ բոլորիս հաջող շաբաթ եւ բոլորին մաղթում եմ առողջություն, ինչի կարիքի հիմա ես շատ ունեմ, ճիշտ։ Այ, ձեզ առողջություն։ Առողջություն ենք մաղթում։ Շնորհակալ եմ եւ խնդրեմ մինչեւ հագիրճ անդրադառնալս այս թեմային, խնդրեմ հանրահավաքության արտաշատումի փոքր FM 107-ի ազդանշանն թույլատրել, եթե կարող եք օգնեք մեզ։ Դժվար չէ։ Ահա։ Ես իրականում ասեմ մի կատարում, որը համապատասխանեց միջազգային բոլոր ստանդարտներին, առաջ ընկնելով ասեմ, որ վաղը պարկը հյուրը ստանալու է հանրային հեռուստաընկերությունում առավոտ լուսո ծրագրով, կարծում եմ հերթը հանրային ռադիոյին էլ կհասնի, մենք կվայելենք նրա հարցազրույցը եւ ուզում եմ ասել ի տարբերություն նախորդ տարվա մի քիչ ռեստորանային ոճի կատարմանը, այս կատարման մասը չեն քննարկում, որովհետև ձեր էր ամեն ինչից, անգամ BBC-ն հայտնեց իր հեղինակավոր կարծիքը, որ Հայաստանը փայլեց։ Պարզապես ես հիացած եմ, նոր չէ, գիտեք, նոր չէ Եվրոտեսիլի անարդարությունը, միակ այս ամենի մխիթարությունը այն է, որ մենք ունենում ենք լավ հիթեր, եւ այս ամեն ինչից մնում է հիթեր, պարզապես թող ոչ ոք ինձանից չնեղանա, Գուցե պետք է լինել Լորին, Կոնչիտա կամ JJ, որպեսզի հաղթես Եվրոդեսիլում, իսկ դա մեր ազգային ինքնանկարագրի մի քիչ հարիշ չէ, բայց բարգը փայլեց։ Ես շատ շնորհակալ եմ նրանից եւ շատ շնորհակալ եմ հանրային հեռարձակող
վերից, որ մեզ եւ հանրային ռադիո եւ հանրային հեռուստաընկերությունը ապարգևեցին հիանալի ժամեր, Մարիան, ասեմ, որ մինչեւ վերջին վարկյանը հետեւել եմ։ Այն հույսով, որ գիտեք, ես սպասում էի նույնիսկ երրիակում հայտնվելու, բայց անարդարություն։ Ես էլ ասում եի գոնե մինչև 5-րդ հորիզոնականում Ես մտածում էի, որ անգամ Սիրուշոյի կատարումից էր լավ է այս կատարումը, Սիրուշոն վերեց 4-րդ, բայց բարկը 20-րդ է։ Հասկանում եք, անարդարությունը տգեղը ու շատ ես այս ամենը շատ ծանր եմ տանում, ամեն դեպքում շնորհակալություն այս հրաշալի աշխատանքի համար եւ ավարտելով ասեմ, եթե մն մտածում ասեմ արժի ամեն տարի ծախսել ահռելի գումարներ, գնալ հասնել աշխարհի ծայրը եւ ոչ մեկը չի կարասի մեր ամենքս էլ մեր սրտի փոքրիկ անգելում ունենք հիասթափության ինչ-որ փոքրիկ նշույլ շնորհակալ եմ մենք ենք շնորհակալ ենք Տիկին Անայդ ամեն դեպքում ինչպես ասում են թեթև տարեք արտիստների համար սա մի բեմ է մրցույթ է որտեղ մասնակցում են կարևորը իրենք չկոտրվեն որովհետև սովոր են տարբեր բեմերում ելույթ ունենալ եւ երբեմն հանդիպել անարդարությունների ճիշտ է մենք հայերս մի քիչ ծանր ենք տանում պարտությունները որովհետև մենք սովոր ենք եթե լինել ուրեմն լինել առաջինը կամ ընդհանրապես լինել, բայց պետք է նաև հասկանալ, որ շատ դեպքերում մասնակցությունը եւս շատ կարեւոր է, իսկ արդյոք արժե գումարներ ծախսել այդ մրցույթին մասնակցելու համար թե ոչ, ըստ իս սա նաև երկրի համար մարքեթինգային քայլ է։ Այսինքն մարքեթինգում էլ կան օրենքներ, լինում է երբ օրինակ գովազդի վրա աշխատում ես եւ պարտադիր չի որ այդ գովազդից դու ունենաս վաճառք, այլ տեսանելիություն է պետք ապահովել։ Նույնը ըստ իս այս պարագայում է, որպեսզի մեր մասին իմանան, լսեն եւ ինչու ոչ մեր բոլոր հայտնի մարդկանց մասին իմանան կամ նույնիսկ այն մարդիկ, ովքեր նոր են սկսում իրենց ճանապարհը եւ Եվրատեսիլը, ինչպես ասացի, կարող է հրաշալի հարթակ լինել։ Այնպես որ եւս մեկ անգամ ողջունում ենք մեր պատվիրակին, շնորհավորում հրաշալի ելույթի համար եւ վստահ ենք նոր արտիստ է, նոր անուն, դեռ շատ ու շատ առիթներ կունենա զարմացնելու, իսկ Եվրատեսիլ մրցույթը երբեք չի անցնում առանց մեծ ու փոքր սկանդալների։ Այս անգամ դրա կենտրոնում ինչու ոչ հայտնվել էր նաեւ մեր պատվիրակը, բայց ոչ իր մեղքով։ Ոչ իր մեղքով Իսրայելի հանրային հեռարձակողը ներողություն է խնդրել Պարգի հասցեին մեկնաբանության համար եւ հանրային հեռուստաընկերությունը բանում էր պահանջել Իսրայելի հանրային հեռարձակողից Եվրատեսիլ երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի ժամանակ Հայաստանի մասնակցի ելույթից հետո իրենց հեռուստամեկնաբանի կողմից հնչեցրած մեկնաբանության համար։ Չեմ կարող հավատալ, որ մենք Երուսաղեմի մի ամբողջ թաղամաս տվեցինք այս տղաներին, ասել էր հաղորդավարը Հայաստանի ներկայացուցիչ Պարգի ելույթից հետո եւ հայ համայնքը Իսրայելի հանրային հեռարձակող կորպորացիային հորդորել էր պաշտոնական ներողություն խնդրել Երուսաղեմի հայ համայնքից, ինչն էլ տեղի է ունեցել, նրանք պաշտոնապես ներողություն են խնդրել, համացանցում կարող եք գտնել նամակը պաշտոնական եւ այդտեղ ասվում է, որ իրենց մեկնաբանները շատ հաճախ եւ այդ օրն էլ բոլոր երկրների հետ կապված, այո, հումորային մեկնաբանություն են արել եւ չեն մտածել, որ այդ իրենց ըստ իրենց հումորը կարող է չընկալվել կամ որպես վիրավորանք ընկալվել եւ հաղորդավարը մեկնաբանը եւս իր սոցիալական ցանցերում պաշտոնապես ներողություն է խնդրել, ինչպես նաեւ հանրային հեռարձակողը, այնպես որ այս թեման էլ այսպես հանգուցալուծվեց, այո, կան երկրներ, որտեղ մեկնաբանները փորձում են այսպես սարկաստիկ հումորներ անել, բայց երբեմն ինչ ոչ չափն անցնում են եւ նմանատիպ խնդիրներ են առաջանում, կարեւոր է որ եւ հեռարձակողը եւ մեկնաբանը գիտակցել են իրենց սխալը եւ ներողություն խնդրեն։ Կարեւոր է այդ նուրբ սահմանը պահել։ Այսքանը Եվրատեսիլյան թոհուբոհից հիշեցնենք այսօր մայիսի 19-ն է երկուշաբթի եւ մինչեւ ժամը 11-ը մենք կլինենք ուղիղ եթերում Եվրատեսիլից զատ այս շաբաթ կիրակի շատ մշակութային այսպես հարուստ միջոցառումներով էր Երևանը լցված, որովհետեւ թանգարանային գիշերն էր եւ թանգարանների միջազգային օրը եւ շատ թանգարաններ նաեւ դուրս էին եկել այսպես իրենց պատերից դուրս եւ կենտրոնում տարբեր հատվածներում համերգներ էին, ցուցադրություններ, ահա այս ամենի մասին ենք այսօր խոսելու, ամփոփելու ենք հրաշալի միջոցառումները եւ անդրադառնալու ենք մասնագիտական տոնին թանգարանում աշխատողների այսօր գրականության եւ արվեստի թանգարանից, ինչպես նաեւ Կոմիտասի թանգարան ինստիտուտից հյուրեր ենք ունենալու։ Այո, այդ ամենը ժամը 10-ից հետո մենք իհարկե ընթացքում ձեզ լավագույն թանգարանների մասին կպատմենք, որտեղ ենք եղել այդ օրերին, արդյոք եղել ենք թանգարաններում թե ոչ։ Երևանը շատ բուրըն կյանքով էր ապրում 2 օր, որովհետև ոչ միայն մերոնք, այլև զբոսաշրջիկները այցելում էին թանգարաններ եւ իսկապես թանգարանները ապրում էին այս 2 օրվա ընթացքում։ Այդ մասին անպայման կխոսենք, բայց մինչ այդ ձեզ տեղեկություն հայտնենք եղանակի մասին, ինչը շատ կարեւոր է եւ ավտոճանապարհների։
Այսպես այս պահին մայրաքաղաքում տեսնենք 21 աստիճան է, այժմ ստուգենք թե ըստ կանխատեսումների այսօր ինչ եղանակ է սպասվում մեր երկրում։ Ես հույս ունեմ, որ անձրև չի լինի, ամպրոպ չի լինի։ Առանձին շրջաններում կանխատեսվում է անձրև, բայց մայրաքաղաքում մինչև 27 աստիճան է լինելու ցերեկը, երեկոյան 21 եւ այս պահին նաեւ ստուգենք թե տեղումներ սպասվում են թե չէ, առանց տեղումների եղանակ է, Մարինա, կարող ես ուրախանալ։ Հրաշալի է։ Այսօր վաղը իսկ ահա 21-ին հնարավոր է կարճատև տեղումներ, այնպես որ այսօր կարող եք անձրևանոցի մասին մոռանալ։ Եվ արդեն բավականին տաք է, Այո, կարծես թե անկախ նրանից անձրև կա թե ոչ։ Ինչ վերաբերում է Հայաստանի ավտոճանապարհներին, ապա վերջին ժամի դրությամբ դրանք անցանելի են։ Ստեփան-Ցմինդա-Լարս ավտոճանապարհը եւս բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Իսկ մայրաքաղաքում շատ են ծանրաբեռնված երթևեկության փողոցները, խցանումային նիշը այս պահին 7 է, չգիտեմ էլ որտեղից սկսենք, Սայաթնովա պողոտան, որը ամենամոտն է ռադիոտանը դեպի օպերա շարժվող հատվածը, բավական ծանրաբեռնված է, Սախարովի հրապարակից դեպի Վարդան Մամիկոնյանի արձան գնացող ուղղությունը եւ հակառակը դեպի Սախարով հրապարակը եկող հատվածը խիստ ծանրաբեռնված է, Նալբանդյան փողոցը Սախարովի հրապարակից բարձրացող եւ իջնող հատվածները ծանրաբեռնված են։ Ահա Նալբանդյան Խանջյան փողոցների հատման խաչմերուկը եւս այս պահին դժվար անցանելի է։ Կորյուն փողոցը, Կորյունին հատվող Տերյանը ծանրաբեռնված են, Սարալանջի պողոտան խիստ ծանրաբեռնված է, այստեղ նաև կարծես վթար է տեղի ունեցել, հուսանք թեթև վթար է։ Աթենքի փողոցը Բրազիլիայի հրապարակից դեպի Կոնյակի գործարան իջնող հատվածը, Իսակովի պողոտան կարելի ասել ծայրից ծայր ծանրաբեռնված է, դասական երկուշաբթի է մեր մայրաքաղաքում։ Մարինա, Կիևյան կամուրջը, Կիևյան փողոցը երկկողմանի դժվար անցանելի է, եթե հնարավորություն ունեք, շրջանցեք, հարգելի ռադիո լսողներ։ Նաև այստեղ տեսնում ենք, որ դժվար անցանելի է Մոնթե Մելքոնյան փողոցը անգամ դեպի Կիևյան փողոց ընթացող հատվածը, դեպի Կիևյան կամուրջ ընթացող հատվածը։ Պարոնյան փողոցը, այսպես դեպի Մաշտոցի Բողոտա եկող հատվածը, Սեբաստիայի փողոցը եւս դժվար անցանելի է դեպի Լենինգրադյան փողոց ընթացող հատվածը։ Սիրելի վարորդներ, ուղևորներ, մեկ մխիթարանք կա, համբերությամբ պարզապես զինվեք, այո, եթե այս օրերին, այս ժամերին սովորաբար տանից դուրս եք գալիս, ապա այս խցանումները ինչ որտեղ արդեն բնական են դարձել եւ մեր առօրյայի մի մասնիկ է։ Այո, սովորական։ Եվ այս պահին, եթե ունեք որևէ գործ տարադրամի հետ կապված, նաեւ թարմացնենք տեղեկատվությունը փոխարժեքի վերաբերյալ։ Այո, եւ ըստ կենտրոնական բանկի այսօր դոլարի փոխարժեքը 386 դրամ 33 լումա է, եվրոինը 432 դրամ 69 լումա, ռուբլունը 4 դրամ 66 լումա։ 55-3702 մեր ուղիղ կապի հեռախոսահամարն է, սպասում ենք ձեր զանգերին, երաժշտական դադար կվերադառնանք րոպեներ անց։ Get rid of me, but I am so sick of your face. I hate every promise that you made. Then you were so dead in my head.
You've been calling me for days, trying all the ways to get rid of me, but I am so sick of your face. I hate every promise that you made. Damn, you are so dead in my head. I can't feel anything anymore. Feeling so numb, I've never get less. Yeah, can't feel anything anymore. Why can't you see? You should have run away from me. You were my favorite songs, they remind me of you. It's funny how I liked someone like you. I want to disappear, cause no one wants me here. Nobody hates you the way I do. Սուրճ ու սեր առավոտից։ 9:52 շարունակում ենք մեր ուղիղ եթերը, Facebook-ում ունենք մեկնաբանություններ, Եվրատեսիլի թեմայով են գրել մեր ռադիոլսողները, Թագուհի Ղազարյանը գրել է ամենալավերը Եվրատեսիլում Պարկ եւ Ռոզալին, մեր մշտական ունկնդիր Գայանե Այվազբալյանը բարի լույս է մաղթում եւ ասում, որ Պարկը թող մնա Եվրոպայում, մենք կդիմավորենք մեր Աստծո Պարքև Վարդանյանին, ողջույն։ Կարևորը մենք երգում ենք երգը, հատկապես հայերեն տողը, իսկ Իսրայելը խառնեց ամեն ինչ, այո, տեսամրցույթ է ամեն դեպքում, կյանքում ամեն բան չէ, որ մեր սրտով է, չէ։ Բայց այս տարի իսկապես շատ անկանխատեսելի էր քվեարկությունը, չէի հասցնում հասկանալ Մարսել ինչ է կատարվում, երբ հաջորդ երկրի անունը արդեն հնչեցնում էին եւ մի տեսակ խառնաշփոթ էր ստեղծվում, մի քիչ խառն էր քվեարկությունը, բայց ունենք այնինչ ունենք։ Անկանխատեսելի մրցույթ է, երբեմն ոչ այսպես ականջին հաճելի եւ աչքին հաճելի ներկայացումներով, կատարումներով, բայց իսկապես պահպանողական դիրքերից պետք չէ մոտենալ այս ամենին, որովհետեւ աշխարհն առաջ է շարժվում եւ եկեք ուղղակի վայել ենք։ Այո, մոտեցումները եւս ցուցաբերվում են։ Այն որ ասում են, օրինակ բաժակի մեջ երբ որ կիսած ջուր է լցված, հիմա այդ բաժակի մեջ ջուր կա, կեսով լիքն է, թե կեսով դատարկ է եւ մարդիկ տարբեր պատասխաններ են տալիս։ Ես միշտ ասում եմ, լավ է որ ջուր կա, թե հիմա կիսով դատարկ է, կիսով լիքն է, այդքան էլ այս պարագայում էական չէ, այնպես որ այստեղ շատ լավ է եւ կարեւոր է, որ մենք մասնակցում ենք եւ կարողանում ենք մեր հզոր ձայները ցույց տալ Եվրոպային։ Շատ կարևոր է, որ նաև մենք մասնակից ենք դառնում տարատեսակ մշակութային միջոցառումների 3 եւ առաջին օրը շատ այսպես մարդաշատ էին Երևանյան թանգարանները, քանի որ մուտքն ազատ էր, թանգարանների գիշերն էր եւ թանգարանների միջազգային օրը, եւ մենք այսօր այս թեմային ենք անդրադառնալու։ Եվ 1978 թվականից յուրաքանչյուր տարի այսօրը նշվում է աշխարհի ավելի քան 150 երկիր, այդ թվում եւ Հայաստանը, եւ մայիսի 18-ը թանգարանների միջազգային օրն է եւ ունի հատուկ թեմատիկա ամեն անգամ ամեն տարի, եւ այս տարի Հայաստանում թանգարանային գիշերը մայիսի 17-ին եւ 18-ին էր։ Այո։ Եվ ինչպես նշեցինք քիչ առաջ, ամբողջ քաղաքը կարելի է ասել եւ ամբողջ Հայաստանը մասնակցում էր այդ մշակութային իրադարձությանը։ Ես վստահ եմ, որ մարզերում եւս մարդիկ այցելել են թանգարաններ։ Երևանում ես 3 թանգարան այցելեցի։ Արամ Խաչատրյանի տուն թանգարանում եղա Ավետիք Իսահակյանի տուն թանգարանում եւ նաեւ ինձ համար բացահայտում էր Սիլվա Կապուտիկյանի տուն թանգարանը, ես չէի եղել այնտեղ։ Իսկապես տուն էր, բնակարան 4-րդ հարկում, Մայրաքաղաքի Բաղրամյան փողոցում, այո, կենտրոնական փողոցներից մեկում։ Եվ երբ քայլում էինք դեպի թանգարան, այսպես մի տեսակ շփոթվեցինք, ասում ենք, այս հատվածում է հաստատ այստեղը եւ ցուցանակով գրված էր ցուցանակի վրա, որ թանգարանը դեպի այդ կողմը, եւ երբ գնացինք ու տեսանք, որ 4-րդ հարկում է, մեր ոգևորությունը եւ զարմանքը շատ մեծ էր ու շատ մարդ կար, եւ հետո մենք իմացանք, որ թանգարանը շատ ակտիվ կյանքով է ապրում։ Այո։ Որովհետև այնտեղ նկատեցինք սեղանին խմիչքներ էին դրված եւ հարցրեցինք աշխատակիցներին, որպես ինչ է սա ծառայում, այսինքն ուղակի հին է եւ մնացել է, ցուցանմուշ է, եւ կեսկատակով ասացինք իսկ խմել կարելի է, եւ աշխատակիցը պատասխանեց, որ իրենք հաճախ են կազմակերպում հանդիպումներ եւ շատ ուրախ են, որ երիտասարդները միանում են եւ գալիս են, եւ ասաց, որ նաեւ թեյախմություն են կազմակերպում Սիլվա Կապուտիկյանի թանգարանում։ Ինչպես իրականում Կապուտիկյանն է այսպես ակտիվ կյանք վարել եւ հյուրեր ընդունել, այդպես Իսկապես Սիլվա Կապուտիկյանի շունչը զգացվում էր այդ տանը եւ տպավորություն էր, որ նա ուղակի սենյակում է եւ հիմա կգա հյուրերին դիմավորելու, իսկապես շատ տպավորիչ էր ու հատկապես գրավեց այն, որ տունը հենց տուն էր եւ բնակարան էր
շենքում։ Մեզ միացել է արդեն Ռադիոլուրի մեր գործընկերը Հասմիկը Մարտիրոսյան, իրենից էլ փորձենք ճշտել, արդյոք հասցրել է այցելել թանգարաններ եւ որն է իր ամենասիրելի թանգարանը։ Բարի լույս Հասմիկ։ Բարի լույս սիրելի գործընկերներ, ունկնդիրներ, ես չեմ հասցրել այցելել, դստրիկիս ծննդյան օրն է, շնորհակալություն այդ պատճառով, բայց որպես կանոն, քանի որ զուգադիպվում է իմ աղջկա ծննդյան օրը, մենք այցելում ենք թանգարաններ եւ թանգարանում էլ նշում ենք տոնը, երկուսը մեկում ենք անում, ուղղակի այս անգամ չկարողացանք հասցնել, բայց շատ ուրախ եմ տոնի համար, կարելի ասել այցելուն դառնում է հետազոտող արվեստը իր հերթին ուղեկից, այնպես որ ուրախ եմ նման միջոցառումների համար։ Ես իդեպ այցելեցի ազգային պատկերասրահ, որը վերաբացումից հետո չէի հասցնում լինել եւ իսկապես մեր տաղավարում էլ կարծես առիթ եղել է խոսել, շատ գեղեցիկ էր ստացվել, ինչպես լինում է այլ երկրներում կամ ֆիլմերում ենք տեսնում, հրաշալի կտավներ, դե գիտենք ինչ գործեր են պահպանվում եւ շատ կարեւոր է որ դա արդեն բարեկարգված, նորոգված տարածքում է ներկայացվում, իսկապես այդ կտավները արժանի են այդ շքեղությանը եւ չեք պատկերացնի ինչքան շատ մարդ կար եւ բնականաբար նաեւ զբոսաշրջիկներ եւ ասեմ որ երևի թե 30%-ը հասցրեցի ուսումնասիրել։ Ես դա էի ուզում ասել, մենք պլանավորում էինք գնալ ազգային պատկերասրահ, բայց որ հասկացանք, ժամանակը քիչ է, որոշեցինք այսպես դա թողնել հաջորդ անգամվա, նաեւ Գյումրի էինք ուզում հաջորդ օրը գնալ, բայց չստացվեց։ Այնպես որ նկատել եմ, որ երիտասարդներն են շատ ձգտում այս օրերին ու մասնավորապես թանգարաններ այցելել, դա էլ շատ լավ միտում է։ Այս նման միջոցառումները նաև առիթ են։ Այո, եւ բացի դրանից կարեւոր է որ թանգարանները ոչ միայն պարզապես իրենց դռներն են բացում, այլև հատուկ միջոցառումներ են իրականացնում, նորովի են ներկայանում, իրենց այսպես պատերից դուրս են գալիս, բակում է լինում համերգ, ցուցահանդես, միջոցառում, իսկապես սրանք հրաշալի օրեր են։ Քաղաքը շնչում է մշակույթով։ Այո, եւ ինչպես ասում ենք թանգարան բաց երկնքի տակ, չէ՞, մեր երկիրը այս օրերին բառացիորեն համապատասխանում է դրան։ Այս պահին մեր եթերում արդեն գովազդային դադար, որից հետո կմիանանք Ռադիոլուրին ու կլսենք վերջին ժամի նորությունները։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, բարև ձեզ, Ռադիոլուրը շարունակում է աշխատանքը, ստուդիայում Հասմիկ Մարտիրոսյանն է, ժամի թեմաները նախամարոտ։ Անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է Իրանի նախագահի հետ, ինչ առանցքային հարցեր են քննարկվել։ Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահն այցելել է Արագածոտնի մարզ, Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում տեղի է ունեցել նորընտիր պապի գահակալության պատարագը։ Թեմաները ընդգրկուն վայրկյաններ անց։ Եվ այսպես ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան ժամանած Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դեմիտրիուի գլխավորած պատվիրակությունը եղել է Արագածոտնի մարզում։ Ագարակ բնակավայրում պատվիրակությունը հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված եւ Արագածոտնի մարզի տարբեր համայնքներում հաստատված 10 ընտանիքների, ովքեր Իմ քայլը հիմնադրամի տնտեսապես կայուն ընտանիքներ նախաձեռնության աջակցությամբ ստացել էին նվիրատվություն, ջերմատներ իրենց տնտեսապես կայունացման
զարգացման եւ սոցիալական վերաինտեգրման համար։ Անիտա Դեմիտրիուին ներկայացվել են տարված աշխատանքի ծավալները եւ ընթացիկ արդյունքները։ Նա ծանոթացել է շահառու ընտանիքների հետ, անմիջական զրույցի ընթացքում լսել նրանց պատմություններն ու խոչընդոտները, որոնց ստիպված են եղել բախվել տեղահանման պատճառով, խրախուսել նրանց աշխատասիրությունը եւ ստեղծելու, արարելու մեծ մղումը։ Անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման դինամիկ ընթացքը ու կարևորել ակտիվացած երկկողմ փոխայցելությունները։ Մասուդ Փեզեշքյանը իր ջերմ ողջույններն է փոխանցել Հայաստանի Հանրապետության վարչապետին։ Անվտանգության խորհրդից հայտնում են, որ Գրիգորյանը հանդիպել է նաև Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ։ Հանդիպման Արմեն Գրիգորյանը եւ Քամալ Խարազին անդրադարձել են տարածաշրջանի հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը եւ ընդգծել Հայաստանի կառավարության կողմից առաջ քաշված խաղաղության խաչմերուկ նախագծի կարեւորությունը։ Եվս մեկ հանդիպման մասին Իրանը թույլ չի տա թշնամիներին խաթարել Հայաստանի հետ իր ռազմավարական հարաբերությունները, հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադյանը, տեղեկացնում է Թասնիմ լրատվականը։ Գիրակի Թեհրանում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը Ահմադյանն ասել է, որ Իրանի եւ Հայաստանի ռազմավարական հարաբերությունները եւ բոլոր ոլորտներում սերտ համագործակցությունը օգուտ կբերի տարածաշրջանային խաղաղությանը եւ կայունությանը։ Իրանը թույլ չի տա, որ թշնամիները որևէ վնաս պատճառեն երկու հարևանների լավ հարաբերություններին, կարևորելով բոլոր հարևանների հետ սերտ կապեր պահպանելու Իրանի քաղաքականությունը, Ահմադյանը նշել է, որ կողմնակի մարդիկ շահագրգռված չեն ողջ տարածաշրջանում հանգստությամբ։ Իրանցի պաշտոնյան ընդգծել է նաև Թեհրանի եւ Երևանի համատեղ նախագծերը ամբողջությամբ իրականացնելու անհրաժեշտությունը։ Եվս մեկ լուր Իրանում անցկացվող միջազգային երկխոսության համաժողովում անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցք նախագիծ գոյություն չունի։ Իրանական լրատվական գործակալությունը մեջբերում է Արմեն Գրիգորյանի խոսքերը, համաձայն որոնց Հայաստանը երբեք չի օգտագործել միջանցք տերմինը եւ նման ձևակերպում չկա քննարկումների օրակարգում։ Ոչ մի միջանցքի մասին խոսք չկա, մենք խոսում ենք տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման, խաղաղության հաստատման եւ զարգացման ուղիներ գտնելու մասին։ Անվտանգության խորհրդի քարտուղարն անդրադարձել է նաև խաղաղության խաչմերուկ հայեցակարգին։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևը նույնպես Իրանում է, նա մասնակցել է Թեհրանի երկխոսություն 2025 համաժողովին, Բաքվի եւ Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում, հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնականը եւ ընդգծել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում ի հայտ է եկել նոր ստատուս քվո, նոր իրականություն եւ այս նոր ստատուս քվոն այլևս հիմնված չէ, մեջբերում եմ, օկուպացիայի կամ ագրեսիայի վրա, այլ միջազգային իրավունքի լեգիտիմության եւ օրինականության նորմերի եւ սկզբունքների վրա հիմնված հարաբերությունների վրա։ Մեջբերման ավարտը։ Հանրապետության նախագահ Վագն Խաչատուրյանը մայիսի 18-ին Սուրբ Աթոռում մասնակցել է Հռոմի Սրբազան քահանայապետ Լևոն 14-րդ պապի գահակալության հանդիսավոր արարողությանը։ Սուրբ Պետրոսի հրապարակում նորընտիր պապն անցկացրել է պատարագ, նվիրված իր գահակալության մեկնարկին, երթնակալության պատարագից հետո Հռոմի պապը ողջունել է Վատիկան մեկնած ավելի քան 150 պատվիրակությունների ղեկավարներին։ Տեղեկանում ենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վատիկանում Հռոմի պապի երթնակալության շրջանակում հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ։ Ռոյթերսին հայտնել է ուկրաինական պատվիրակության աղբյուրը։ Սա Զելենսկու եւ Վենսի առաջին հանդիպումն էր փետրվարին Սպիտակ տանը տեղի ունեցած աղմկահարույց բանավեճից հետո։ Վենսի խոսնակը հայտնել է, որ հանդիպումը տեղի է ունեցել Միացյալ Նահանգների դեսպանի նստավայրում։ Քննարկումներին մասնակցել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ Զելենսկիի գլխավոր օգնական Անդրեյ Երմակը։ Այսօր նախատեսված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահի հետ։ Եվ լրատվամիջոցները գրում են, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մեծը հայտարարել է, որ ինքը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Լեհաստանի առաջնորդների հետ միասին մտադիր է խոսել Դոնալդ Թրամփի հետ ԱՄՆ նախագահի եւ Ռուսաստանի նախագահի միջև այսօր նախատեսված հեռախոսազրույցից առաջ։ Մեծը նշել է, որ այս հարցը քննարկել է Մարկո Ռուբիոյի հետ։
Այժմին այսքանը ստուդիայում աշխատեց Հասմիկ Մարտիրոսյանը, հետևեք լրատվությանը այցելելով Հանրային ռադիոյի պաշտոնական կայքեջ arm.radio.am ցտեսություն։ Սուրճ ու սեր առավոտից։ The sound of birds, my lover's words, I golden hours, bright daisy flowers. The sound of birds, my lover's words, I golden hours, bright daisy flowers. Summer sun, sea, holiday, nostalgia. Your summer sun, sea, holiday, nostalgia. Your summer sun, sea, holiday, nostalgia. Your summer sun, sea, summer sun, sea, sea. Summer sun, sea, the storms are raging on the rolling sea. I'm feeling all alone like them wild and free. Sometimes I feel like I'm nobody. I'm rolling in a deep, deep harmony. I'm fitting in with the storm perfectly. I'm going a bit crazy, this is making me so lazy. These daisy flowers amaze me, summer days are something else, baby. Summer sun, sea, holiday, nostalgia. Your summer sun, sea, holiday, nostalgia. Your summer sun, sea, holiday, nostalgia. Your summer sun, sea, sea. Amaras kes, yete kuses, tavota parat, siruna khagat. Amaras kes, yete kuses, tavota parat, siruna khagat. Yetmeni kartas vemernen im sirum yar, yerbachchim hetet jayusar im sirum yar, lutam khat zagik khosnatsar im sirum yar, jagjakhir sirte suknar ay sirum yar, im sirum Տասնանցեինը եւս մեկ անգամ բարի լույս ենք ասում բոլոր նրանց, ովքեր նոր են մեզ միացել, մեր ուղիղ եթերը շարունակվում է, իդեպ մեզ կարող եք նաեւ տեսնել Facebook-յան մեր հարթակում Հայաստանի Հանրային ռադիո։ Եվ նաև զանգահարել 55 3702 հեռախոսահամարով մեր համարը հասանելի է մինչև եթերի ավարտը, այնպես որ անհամբեր սպասում ենք ձեր զանգերին։ Այսօր խոսում ենք թանգարանային գիշերի մասին։ Հայաստանը բաց երկինք է, ինչպես ասում են, բաց երկնքի տակ թանգարան է եւ իսկապես այդ արտահայտությունը համապատասխանում է իրականությանը եւ արդեն տարիներ շարունակ մենք ականատեսն ենք լինում, թե ինչպես են տարբեր երկրներից Հայաստանում ներկա գտնվում այդ իրադարձությանը, մշակութային միջոցառումներին եւ բնականաբար այցելում թանգարաններ ու շատ ուրախալի է, որ ոչ միայն զբոսաշրջիկները, այլև տեղացիներն են այցելում թանգարաններ։ Այո, եւ թանգարաններն էլ իսկապես հավուր պատշաճի են պատրաստվում եւ բացի իրենց մշտական ցուցադրությունից նաեւ շատ ու շատ հետաքրքիր միջոցառումներ են կազմակերպում եւ մենք չենք կարող չանդրադառնալ մեր շատ սիրելի Կոմիտասի թանգարան ինստիտուտին։ Մեր տաղավարում է Նունե Ամիրխանյանը, թանգարան ինստիտուտի էքսկուրսավար։ Բարի լույս, Նունե։ Շնորհակալ ենք, որ ձեր առավոտը սկսել եք մեզ հետ։ Կարելի է ասել աշխատանքային շաբաթվա ավարտը հագեցած էր մայրաքաղաքում։ Ինչ անցուդարձեր ձեզ մոտ, ինչ էր կատարվում։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Իրականում այո, անցուդարձը շատ էր թանգարանում, ինչպես բոլոր տարիներին, այս տարի եւս Կոմիտասի թանգարան ինստիտուտը լեցուն էր այցելուններով, թե թանգարանների գիշերը եւ թե թանգարանների միջազգային օրը, որը 3 էր, 2 օրերի ընթացքում մեծ թվով այցելուններ են ունեցել։
Հրաշալի է, այս տարի իսկապես համընկան, սովորաբար մայիսի 18-ին հաջորդող շաբաթ կիրակի չէ, լինում է թանգարանների գիշերը, այս տարի մեր թանգարանի աշխատակիցների համար այսպես ծանր գրաֆիկ էր, որովհետև համընկան այս երկու օրերը եւ 2 օր անընդհատ մեծ հոսք էր թանգարաններում։ Սա իհարկե շատ ողջունելի է, կան չէ քննադատներ, որ ասում են, պետք է վճարեն մարդիկ նոր գնան թանգարաններ, բայց սա ուղղակի տարվա մեջ մեկ հնարավորություն է եւ իսկապես բարձր արվեստը գնահատող մարդիկ նաեւ հասկանում են, որ այդ օրը, այդ այսպես ամբողջի մեջ ամեն ինչ չէ, որ կարելի է տեսնել եւ հետագայում պետք է պլանավորել արդեն առավել մեծ ժամանակ հատկացնել եւ այսպես հրաշալի ուսումնասիրել ցուցանմուշները։ Նույն է, ինչպես նշում ենք, թանգարանները պարզապես դռները չեն բացում այդ օրը, այլև հրաշալի միջոցառումներ են կազմակերպում։ Ինչ եք պատրաստել այս տարի թանգարանի այցելուների համար։ Նախ անդրադառնալով ծանրին, ձեր մտքին իրականում ծանր զուտ ֆիզիկական առումով, իսկ ընդհանուր առմամբ շատ հաճելի եւ հագեցած, որովհետեւ մեր նպատակը թանգարանում իրականում չէ այցելուներին ընդունելն է ամբողջ տարվա ընթացքում ու երբ որ նրանց բոլորին միասին տեսնում ենք մեկ օրվա ընթացքում բնականաբար դա ոգևորիչ է, դա ուրախացնող է ու անգամ մինչև կեսգիշեր մեր աշխատակիցները ջերմ ժպիտով նրանց դիմավորում էին, մեր վերջին այցելուն թանգարանից դուրս է եկել ուղիղ 00-ին, այսինքն ամբողջ օրվա ընթացքում իրենք մեզ մոտ շատ եկել են ու շատ սիրված են եղել։ Իսկ միջոցառումները դե բնականաբար ամեն տարի չենք կարող այցելուններին նույն կերպ ընդունել եւ թանգարանները բոլորն էլ փորձում են ինչ-որ նոր բաներով իրենց այցելուններին զարմացնել, այսպես ասած։ Մեր մշտական ցուցադրությունը 2 օրերին բաց էր, այս պահին թանգարանում նաեւ ժամանակավոր ցուցադրություն է գործում, իսկ մեր թանգարանում ժամանակավոր ցուցադրություններ առնվազն տարվա ընթացքում 2-ը լինում են։ Այս պահին գործում էր Փարիզյան հանդիպումներ ցուցադրությունը, որը Կոմիտասի մտերիմ բարեկամ երգչուհի Մարգարիտ Բաբայանին է նվիրված։ Իսկ ցուցադրություններից զատ տարատեսակ միջոցառումներ ունեինք։ Մենք գիտենք, որ Կոմիտասն այն կերպարն է, որ սիրելի է փոքրից մինչև մեծ հայերի եւ երաժշտագետների եւ պարզապես արվեստասերների ու բոլոր նրանց համար, որոնք ուղղակի ուզում են ուսումնասիրել հայ մշակույթը, հայ պատմություն, ինքնազգային խորհրդանիշ է, չէ։ Բնականաբար պետք է մեր թիրախային լսարանը լինեին թե երեխաները, թե ավելի ավագները։ Երեխաների համար բաց դաս ունեինք նկարչության, նկարում ենք Կոմիտասի տունը խորագիրներ գրում։ Իհարկե մեզ աջակցում էին մեր լավ գործընկերները, Թերլեմեզյանի անվան ուսումնարանի ուսանողները։ Նաև ունեինք շատ հետաքրքիր դասախոսություն, որը վարում էր Թանգարան ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Կոմիտասագետ Լուսնե Սահակյանը, մեզ ծանոթ ու անծանոթ Կոմիտասը։ Այո, շատ լավ խորագիր է։ Այո, մենք բոլորս ունենք, չէ՞, մեր մեջ, մեր մտքերում Կոմիտասի մեր կերպարը, այո, իրականում ոմանց մոտ ինքը սառն է, ոմանց մոտ ոչ այնքան։ Իսկ այս դասախոսության շրջանակում մենք նաև այն գծերը, որը ոչ այդքան հայտնի էր, կարողացանք քննարկել, ինքը դասախոսություն զրույց հանդիպում էր, որը էլի շատ սիրվեց։ Երեխաների համար կրթական ծրագիր ունենք, Զարզնգը, դա մեր թանգարանի 1 տասնյակից ավել կրթական ծրագրերից մեկն է, որ ամբողջ տարի սիրված է աշակերտների կողմից։ Այս տարի մի փոքր փոփոխություն էինք մտցրել, տարիքային սահմանափակում չուներ ծրագիրը։ Երեխաներին սիրով միացան նաև իրենց ծնողները, ուսանողներ, ավելի մեծահասակներ։ Թանգարանում ունեինք համերգ, Գեղարդ երգեցիկ խումբը եւ Շողակաթ երգչախումբն էին համերգի ընթացքում ներկայացնում բնականաբար Կոմիտասյան երգեր ու նաև մի հետաքրքիր նորույթ ունեինք, այս անգամ ներկայացնում էինք պարային պերֆորմանս, առաջին անգամ էր թանգարանում Բալմանուկյան նախագիծներ իրականացնում, թանգարանի ամբողջ սրահներն էին ընդգրկել պարային այդ ներկայացումը, որը ուղեկցվում էր Կոմիտասյան երաժշտությամբ ու որը իր հանգուցալուծումը գտավ Թանգարան ինստիտուտի դահլիճում Անտունի երգի կատարմամբ։ Հրաշալի է, վստահ եմ, որ այցելուները շատ տպավորված են դուրս եկել եւ վայելել են այս միջոցառումները կամ առնվազն դրանց մի մասը, որովհետեւ այդ օրը չէ մարդիկ կան, այսպես թերթիկների վրա անգամ նշումներ են անում, որ ժամին որտեղ լինեն, ուր գնան եւ նույն է, հետաքրքիր է մեկ էքսկուրսաբար այս ծանրաբեռնված օրվա ընթացքում քանի էքսկուրսիա է հասցնում անցկացնել, ունեք սեփական ռեկորդ։ Իրականում վիճակագրությանը ես չեմ տիրապետում, հասցնում ենք որքան
որքան հնարավոր է շատ փորձում ենք հնարավորին, եթե ոչ ամբողջական էքսկուրսիաներ, գոնե բարբերաբար մոտենում ենք ինչ որ մեծ խմբերի որոշ բաներ հարցերի պատասխաններ տալիս ենք, իսկ էքսկուրսիաները դե մի քիչ տարբերվող են լինում, եթե օրինակ 4 այցելուի համար սկսվում է էքսկուրսիան, թանգարանի վերջում այդտեղ արդեն 200-300 հոգի են, մի քիչ այդ առումով տարբերվող են, փորձում ենք հնարավորինս շատ մարդկանց հարցերի պատասխան տալ։ Իսկ ունեք վիճակագրություն այդ օրերին մոտավոր քանի մարդ է այցելել։ Իրականում մտքովս չէր անցել, որ վիճակագրությունը ինձ հետ բերեմ, բայց իրական թանգարանում արվում է դա, բոլոր եկող այցելուներին, այո, հաշվարկվում է, բայց ես թվերին չեմ տիրապետում, ես թվերի հետ այդքան էլ չեմ։ Կարևորը դուք հրաշալի տիրապետում եք Կոմիտասի գործունեությանը եւ ցուցանմուշների պատմությանը, որոնցով հետաքրքրվում են այցելուները։ Ինչն է հաճախ ամենաշատը զարմացնում, գրավում այցելուներին Կոմիտասի թանգարանում։ Կոմիտասն այն կերպարներից է, որ մեզ թվում է թե շատ բան գիտենք, բայց հենց խորանում ես նրա կենսագրությանը կամ նույն թանգարանում ներկայացված ցուցանմուշների մեջ հասկանում ես, որ այդքան էլ շատ բան չգիտենք մեծ վարքագծի մասին։ Ընդհանրապես միշտ զարմանում ենք։ Այո։ Հա, թանգարանները հենց դրա համար են, որ զարմացնեն այցելուներին, եթե առհասարակ վերցնենք օրինակ էքսկուրսիայի շրջայցի ընթացքում այցելուներին զարմացնում է հենց Կոմիտասի այն կերպարը, որ անծանոթ է։ Երբ որ Կոմիտասին ժպտացող են տեսնում, երբ որ մենք ասում ենք, որ նա մանկասեր էր, թատերասեր էր, Կոմիտասը կենսախինդ էր, չէ, մարդիկ ավելի սառը կերպար են պատկերացնում, շատ հաճախ նաև չէ, ցեղասպանության հետ ասոցացնելով, իրականում այդ երկրորդ կողմն է մարդկանց զարմացնում։ Իսկ եթե պարզապես ցուցանմուշների համար ցուցանմուշները դիտարկելով ասենք, որ առանց շրջայցի եկող այցելուների համար իրենց դե բնականաբար իրերն են շատ դուր գալիս ու հատկապես Կոմիտասի ռոյալը, որ մեր թանգարան ինստիտուտում է պահվում, միշտ բոլորը հարցնում, իրական է, Կոմիտասը ձեռք տվել է ու նմանատիպ հարցեր, դե իրերն այնուամենայնիվ մարդկանց համար ավելի գրավիչ է։ Բնականաբար մենք ամեն անգամ, երբ լինում ենք թանգարանում, տուն թանգարանում հատկապես, երբ տեսնում ենք այդ իրերը, անընդհատ փորձում ենք ինչ-որ մասնիկ գտնել, այդ մարդու շունչը գտնել այնտեղ եւ բնականաբար հենց ուշադրություն ենք դարձնում այդ անձնական իրերին։ Ցավոք սրտի մեզ մոտ հուշատան հատված չկա, Կոմիտասն այդ հատվածում չի ապրել, բայց մեզ մոտ Կոմիտասի շունչը կա, Կոմիտասի տան զգացողությունը մենք փորձում ենք փոխանցել։ Նույն է թանգարանի աշխատակիցների համար այսօր հրաշալի առիթ է, բայց միշտ կա այսպիսի մի բան, որ այ եթե ես աշխատանքի չլինեի, ես էլ այս թանգարան կգնայի։ Ես լավ եմ հասկանում այդ բանը, որ թանգարան կուզեիք այցելել այդ օրը, եթե չլինեիք աշխատանքի։ Իրականում հայ, երբ որ ես թանգարանի աշխատակից չէի, ես թանգարանասեր էի եւ եմ, եւ այդ օրը ինքս էլ քո թվարկած մարդկանց նման նշումներ անում էի, թե որ թանգարանում հասցրեցի, քանիսում հասցրեցի լինեմ, ցավոք սրտի, հա, արդեն շուրջ 8 տարի է, ես այլևս թանգարաններ չեմ այցելում այդ օրը, իսկ որտեղ կցանկանայի լինել։ Այսպես ասեմ, թանգարանի աշխատակիցները ամբողջ տարվա ընթացքում բարեբախտաբար ունեն հնարավորություն անվճար իրենց գործընկեր թանգարաններում լինելու եւ տարվա ընթացքում են բացը մենք լրացնում ենք այդ մեկ օրվա, որ չենք լինի։ Այնուամենայնիվ, եթե այս տարվա համար դիտարկենք, ես դեռ չեմ հասցրել ազգային պատկերասրահի վերաբացված լինել, ես այս տարի ամեն դեպքում կլինեի այդտեղ։ Ահա, անպայման խորհուրդ ենք տալիս, ես երեք այդ տպավորություններով պատրաստվում եմ շուտով։ Իսկ հետաքրքիր է արտերկրի թանգարաններից, որոնք են ձեզ համար առանձնանում, եթե այցելել եք կամ գուցե կարդացել եք, հաստատ ինֆորմացված եք։ Այդպես, գիտեք, որպես նախ մասնագիտությամբ ես արվեստաբան եմ, որպես արվեստաբան, որպես թանգարանի աշխատակից չեմ կարող առանձնացնել մեկը կամ մյուսը, որովհետև բոլոր տեղերում միշտ հնարավոր է գտնել մի բան, որ շատ սիրում ես։ Դե խոշոր թանգարանները սիրում եմ, մի մասում եղել եմ, մի մասում դեռ կփորձեմ, դեռ պլանավորում եմ լինել, չեմ կարող կոնկրետ թանգարան առանձնացնել, բայց երբ որ դրսում որևէ թանգարան այցելում եմ, իհարկե ավելի հետազոտողի հայացքով եմ, այո, հետազոտողի հայացքով եմ նայում, ինչն է, որ օրինակ կուզեինք, որ այդ փորձը լիներ մեզ մոտ, ինչը կցանկանայինք ներդնել հայաստանյան մշակութային կյանքում,
հիմնականում այդ հայացքով եմ ավելի շատ Միգուցե մի թանգարաններ քիչ գնում։ տրիվիալ հնչի, բայց իհարկե ցուցանմուշները կարևոր են, ձևավորումը, մենք էլ Հայաստանում մեր թանգարաններում հրաշալի նմուշներ ունենք, բայց արտասահմանյան թանգարաններում միշտ զարմացնում է օրինակ այդ խանութի հատվածը, թե ինչքան մեծ է եւ ինչ մեծ հոսք է ապահովում, կամ նույն ժամանցի հատվածը, սրճարաններ, ռեստորաններ, ինչը Հայաստանում գիտենք, որ մի փոքր փշոտ է ընդունվում այս մոտեցումը, որ ոչ մշակութային օջախում պետք չէ հաց ուտել, սուրճ խմել, բայց սա իսկապես ժամանցի վայր է եւ հատկապես եթե շատ մեծ թանգարան է, մարդը 2-3 ժամ է անցկացնում այդտեղ, շատ բնական է, որ նաեւ ցանկանա, չգիտեմ, ինչ որ մի բանից օգտվել, սուրճ խմել, ջուր խմել, սա միջազգային պրակտիկայում իսկապես շատ Ես կիսում եմ, այո, բնականաբար այդ տեսակետը, որովհետեւ թանգարանը կրթական, մշակութային բաղադրիչից զատ նաեւ ժամանցային բաղադրիչ ունի եւ շատ նորմալ եմ ընդունում, որ այցելուները նաեւ թանգարանում կկարողանան իրենց հանգիստը անցկացնել ժամանցը։ Մեր թանգարանները գուցե այնքան մեծ չեն, որ այդտեղ օրեր անցկացնես, այնուամենայնիվ հանգստի հնարավորություն, նաև ինչու՞ չէ, ինչ որ հուշ իրենց հետ տանելու հնարավորություն պետք է ունենան այցելուները։ Դա ներգրավում է ավելի շատ այցելուներ։ Իհարկե, Նունե նշեցիք 8 տարի արդեն աշխատում եք թանգարանում եւ արվեստաբան եք մասնագիտությամբ, իսկ սկզբանե մտադիր եք ձեր կյանքը կապել թանգարանային ոլորտի հետ։ Բոլորովին մտադիր չէի։ Դե արվեստաբան եմ մասնագիտությամբ, բայց ես ավելի ուսումնասիրող, հետազոտող այդ ուղղվածությունը ունեի, պարզապես Կոմիտասի կերպարն ինձ համար ամբողջ կյանքի ընթացքում այնքան սիրված ու երանելի է եղել, որ առաջին իսկ հնարավորություն իրեն մի քիչ ավելի մոտ լինելու ինձ տարավ Կոմիտասի թանգարան ու դեռ ինձ այնտեղից բաց չի թողնում։ Հրաշալի է։ Եվ առաջիկայում էլ ինչ ցուցադրություններ են լինելու, նշեցիք, որ ժամանակավոր ցուցադրություններ հաճախ են լինում ձեզ մոտ։ Այս տարի Կոմիտասի թանգարան ինստիտուտի հիմնադրման 10-ամյակն է, մեզ մոտ այս տարի հոբելյանական է եւ հոբելյանական տարին երևի մի քիչ ավելի կտարբերվի մյուս տարիներից, թեև ամեն տարի էլ այո ունենում ենք ցուցադրություններ ժամանակավոր, այս տարի երևի ավելի շատ կներկայացվի արված աշխատանքը 10 տարիների ընթացքում ունենք նախագծեր, ես հիմա մի քիչ չեմ կարող բացել բոլոր փակագծերը, բայց նաեւ կցուցադրվեն այո մեր 10 տարիների աշխատանքը, նոր ցուցադրություններ պատրաստվում ենք շուտով։ Ահա, հրաշալի, այնպես որ մեր ռադիոլսողներին անպայման խորհուրդ ենք տալիս տարվա մեջ ժամանակ գտնել եւ այցելել Կոմիտասի թանգարան ինստիտուտ Արշակունյաց 28 հասցեում, Պանթեոնի հարևանությամբ եւ նաեւ հետեւել սոցիալական էջերում բարբերաբար թարմացումներին ու հատկապես կրթական ծրագրերը, որոնք չափազանց կարեւոր են երեխաների համար։ Եվ շատ լավ է, որ արդեն տարիքային սահմանափակում չկա։ Թանգարանների գիշերվա ընթացքում չկար կոնկրետ այդ կրթական ծրագրին, իսկ ընդհանուր առմամբ կրթական ծրագրերը տարբեր թիրախային լսարանների համար մշակված են։ Համեցեք դասընթաց ինչքան հաճելի կլինի։ Համեցեք մեզ մոտ մենք նաև երկի արվեստանոց ունենք, որտեղ հնարավոր է երկել մի քիչ մեր թանգարանում բոլորը երգում։ Անկամ ես իմ խմբերի հետ երգում եմ։ Հրաշալի է։ Նույնպես ձեզ հաջողություններ ենք մաղթում ձեզ եւ Կոմիտասի թանգարան ինստիտուտի ողջ աշխատակազմին ու վստահ ենք դեռ շատ միջոցառումներ եւ առիթներ կլինեն մեր տաղավարում հյուրընկալվելը։ Շնորհակալ եմ շատ, միշտ հաճելի է ձեզ մոտ հյուրընկալվելը, ձեզ լավ եթեր։ Շնորհակալ ենք, մենք ենք շնորհակալ ենք։ Թանգարանների մասին այսօր դեռ խոսելու ենք, այս պահին մեր հյուրի հետ կլուսանկարվենք, նրան ճանապարհենք ու վերադառնանք։
Սուրճ ու սեր առավոտից։ 10:28 շարունակում ենք մեր ուղիղ եթերը, բարի լույս ենք եւս մեկ անգամ ասում բոլոր նրանց, ովքեր նոր են մեզ միացել, այսօր էսպես շատ մշակութային եթեր է մեզ մոտ, որովհետեւ թանգարանների գիշեր միջոցառումն ենք ամփոփում եւ խոսում հայաստանյան թանգարաններից եւ այն մարդկանց հետ ենք խոսում, ովքեր այդ կյանքի եւ այդ ոլորտի մի մասն են կազմում։ Եվ այս ընթացքում հաղորդման այս մասում հյուրընկալել ենք Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանին, բարի լույս։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք, որ ձեր առավոտը սկսել եք մեզ հետ մշակութային շաբաթվա ավարտի այսպես անցուդարձից հետո։ Ես եմ ձեզ շնորհակալ։ Եվ նաև շնորհավորում ենք մասնագիտական տոնի արդիվ նախորդ շաբաթ թանգարանի աշխատակիցները իրենց մասնագիտական տոնն էին նշում եւ ինչ որ չափով նաև տանջվում այդքան մեծ մարդկանց հոսք ընդունելով, ինչ երուզերեր գաթում գրականության եւ արվեստի թանգարանում։ Գրականության եւ արվեստի թանգարանում իսկապես հազարավոր մարդկանց հաղորդակցման ու շփման լեզուն դարձել էր գրականությունը եւ արվեստը։ Շատ հագեցած ծրագիր ունեինք եւ մայր թանգարանում եւ մասնաճյուղերում բացառիկ ժամանակավոր ցուցադրություններ, երաժշտական կատարումներ, գրական ընթերցումներ, թեյախմություն, խարույկի ու կիթառի երեկո եւ այլն եւ այլն։ Ռոբեներ առաջ Մարինան խոսում էր, որ այցելել է Կապուտիկյանի թանգարան, որը եթե չեմ սխալվում, ձեր թանգարանի մասնաճյուղ է համարվում եւ շատ հիացած էր Մարինան պատմում։ Հիշեցի տարիներ առաջ, երբ ես էի գնացել, այդ նույն ապրումներն ուներ, որովհետեւ իսկապես կարծես Կապուտիկյանի տուն ես գնում, թանգարանի այսպես այդ զգացողությունը, սառնությունը ընդհանրապես չկա, ինչպես երբեմն լինում է։ Այո, դա իսկապես հրաշալի է, որ կարողանում են այցելուներին այդպես ներգրավել եւ իսկապես ինչպես քիչ առաջ խոսում ենք, այդ շունչը դու զգում ես անընդհատ եւ քեզ թվում է, որ, չգիտեմ, նա սենյակում է, հիմա գալու է եւ միասին եք ինչ որ զրույցի բռնվելու եւ նույն թեյախմության թեման էլի ինձ շատ գրավեց, շատ ուրախանում եմ, որ լսում եմ թանգարանները ակտիվ են եւ ապրում են փաստորեն։ Այո, այցելուի այս խոսքերը թերևս ամենաբարձր գնահատանքն են մեզ համար եւ ամենաոգեշնչող փաստը։ Շուտով գրականության եւ արվեստի թանգարանից կարող եք ձեռք բերել գաթի անձնագրեր, որտեղ յուրաքանչյուր էջում կլինի նշված մեր մասնաճյուղերից յուրաքանչյուրը եւ այցելելով այդ մասնաճյուղերը ու ստանալով համապատասխան այցելության գնիկները կարող եք ստանալ մրցանակ, դա կլինի գաթի հրատարակչության տեսքով, դա կլինի գաթում որևէ ժամանակավոր ցուցադրության կամ միջոցառման մասնակցության հրավերի տեսքով, անդամակցության եւ այլն շատ տարբեր մրցանակներ են հավաքելու այցելուները փաստորեն։ Այսեք միանգամից այսպես անցանք թանգարանային ոլորտի նորություններին, բայց մինչեւ այդ Սյուզաննա, ինչ եք պատրաստել այցելուների համար 3 շաբաթ օրը ինչ հետաքրքիր միջոցառումներ կային։ Գրականության եւ արվեստի թանգարանում բացվեց պատում մեկիրի ցուցադրությունների շարքում Կոմիտասի սրինգի ցուցադրությունը։ Սա Կոմիտասից պահպանված 7 սրինգներից մեկն է, որը երբևէ հասանելի չի եղել լայն հանրությանը ցուցադրության տեսքով։ Եվ ահա թանգարանային գիշերվա շրջանակում, այս տոների շրջանակում բացվեց նոր ցուցադրություն Կոմիտասի սրինգը եւ նրա ինքնագիր երաժշտագիտական հոդվածը հենց սրինգի վերաբերյալ եւ հաջորդ ուշագրավ ժամանակավոր ցուցադրությունը նվիրված է Վահան Տերյանի 140-ամյակին։ Տերյանը ուսանող այս խորագիրն ունի ցուցադրությունը, այստեղ բացառիկ վավերագրեր են Տերյանի ուսանողական տարիներից։ Այստեղ կարելի է տեսնել օրինակ մի լուսանկար, երբ նրան բանտարկում էին, այս լուսանկարը շատ հետաքրքիր է, մենք միշտ Տերյանին ճանաչել ենք, ընկալում ենք ավելի հասուն տարիքի լուսանկարներով, ավելի տխրադեմ, իսկ այս լուսանկարում կարելի է տեսնել հեգնող Տերյանին, կարելի է տեսնել ժպտացող ու կրակոտ աչքերով Տերյանին եւ շատ բացառիկ վավերագրեր, գրագրություններ, բանաստեղծություններ, այդ թվում նրա աշակերտների ինքնագիր տետրերը, ձեռագրերը, որտեղ Վահան Տերյանի հանձնարարությամբ նրանք գրել են շարադրություններ իրենց ապրումների ու հիշողությունների հիշողությունների մասին, ցեղասպանության վերաբերյալ։ Այս աշակերտները հենց ուղիղ վերապրողներն էին ցեղասպանության։ Եվ ստատիստիկ տվյալների վրա հիմնվելով պարզ է դառնում, որ այցելուներին հատկապես շատ հետաքրքիր է Վահան Տերյանի
արխիվում հայտնաբերված Սիրո հմայիլը, խոսակցական լեզվում ընդունված իմ չսիրած բառը թալիսման, ցավանաբար Տերյանի կյանքում եղած կանանցից որևէ մեկն էր այն պատրաստել Տերյանի համար, որը պիտի սեր բերեր եւ շատ հետաքրքիր է եւ շատ գեղեցիկ է, սա դեռ գիտական նոր մշակման փուլ պիտի անցնի։ Ահա, ինչ հետաքրքիր բաներ եք պատմում եւ նաեւ Կոմիտասի սրինգի բա, կարծես այսպես մեր թեմայի շարունակություն չէ, առանց դա իմանալու ենք այսօր ընտրել երկու թանգարանների մասին խոսել եւ տեսեք ինչ կարեւոր է, չէ, գրականության էջերից, դպրոցներից մենք ինչեր գիտենք մեր մեծերի մասին եւ երբ այցելում ենք արդեն թանգարաններ, կարծես նրանց նոր կողմն ենք բացահայտում, չգիտեմ, զուպտացող, ուրախ, տխուր, հետմաղ, բայց այդտեղ նաեւ որ ասացիք մտածում էի այցելուի համար հոգեբանական տեսանկյունից մի քիչ ինչ որ դիսոնանս կամ ռիսկային բան չկա, որովհետև դու քո մտքում այլ բան ես պատկերացնում, կոնկրետ օրինակ, հենց Վահան Տերյանի օրինակով, որ ավելի պոետիկ, այսպես մելամաղձոտ եւ հանկարծ գնում ես եւ տեսնում ես, որ այն պատկերը, որը քո գլխում կար, նաեւ ունի այլ տարբերակ եւ այսպես էլ կարող է մարդը լինել։ Այո, եւ հենց դա է նպատակը առաջացնել այս հետաքրքիր էմոցիաները եւ բացահայտել գրողին եւ առհասարակ գրականության եւ արվեստի թանգարանում պահվող արխիվների, արխիվատերերին դրանք նրանք եւ գրական գործիչներ են եւ թատերական կինոյի երաժշտության ոլորտի մեր բոլոր երևելիներն են բացահայտել այս մեծերին տարբեր տեսանկյունից եւ որպես գրող, որպես կոմպոզիտոր, երաժիշտ, որպես մասնագետ, որպես մարդ, որպես ուսանող եւ այլն։ Եվ հոգեբանական տեսանկյունից մի շատ հետաքրքիր փաստ կա թանգարանային գիշերը, սա ըստիս մեր ոլորտի ամենագեղեցիկ տոնն է։ Այո։ Երբ այցելուն հայտնվում է թանգարանում գիշերը, այսինքն ըստ էության արգելված ժամի, սրանով հաղթահարելով եւս մեկ արգելք ավելի մոտ լինելու մշակույթին, մի յուրօրինակ ու նոր պատասխանատվության, մտերմության ու հարազատության աստիճան է ձևավորվում այցելուի մոտ թանգարանի հանդեպ։ Եվ սա թերևս գլխավոր նպատակակետն ու հենց այն խնդիրն է, որ մեր առջև դրված է նման միջոցառումներ կազմակերպել։ Քույրիկս որ հարցրեց ուր ես գնում, ասացի դե թանգարանային գիշեր է, գնում ենք թանգարաններով պտտվենք, ասաց բայց հիմա ցերեկ է։ Ասեմ դե խորագիրն է այդպես։ Այնուամենայնիվ դուք խոսեցիք այդ կապի մասին, ինչը շատ կարևոր է։ Մենք Հայաստանում մեր երկրի շրջանակում կարողացել ենք թանգարան այցելու կապը այնպես ստեղծել, որ այն լինի շատ սերտ եւ այդ անմիջականությունը պահպանվի, որովհետև մենք հիշում ենք, որ նախկինում թանգարանները այսպես շատ ֆորմալ վիճակներում էին եւ չիկարելիներով մեզ ստիպված մենք գնում էինք դպրոցական ժամանակ, պիտիները եւ չիկարելիները շատ էին։ Ես վստահաբար կարող եմ ասել, որ այդ փուլն այլևս հաղթահարած է։ Եվ այո, այցելուներն այսօր գիտակցում են, որ թանգարան այցելելով նրանք հայտնվում են մշակութային ժամանցի հենց կիզակետում։ Այն դասական պատկերացումները թանգարանի մասին այլևս անցյալում են եւ թանգարան այցելում են ընտանիքներով, թանգարան այցելում են նույն մարդիկ շաբաթվա կտրվածքով, ամսվա կտրվածքով մի քանի անգամ, որովհետեւ հստակ գիտակցում են, որ թանգարանում ամեն անգամ կարելի է ստանալ նոր էմոցիա, նոր զգացողություն։ Հիմա շատ կարևոր շեշտադրում ունի թանգարանի գործառույթներից հենց այս մեկը, որ ինչ զգայական դաշտ ենք ապահովում այցելուի համար, ինչ էմոցիա ենք տալիս այցելուին։ Այստեղ այցելուն մոտ է մշակույթին, այստեղ մոտ է իր արմատներին, ինքնաճանաչողությանը, այստեղ մոտ է պատմությանը, այստեղ կարելի է հաղորդակից լինել համաշխարհային մշակույթին ու պատմությանը եւ այս ոլորտում հայտնվելու, այս ամենը սովորելու, զգալու հենց առանցքային կենտրոններն են, կառույցներն են թանգարանները, որոնք ոչ միայն պահպանում են։ Այո։ Միայն պահպանության այս միֆից դուրս ենք եկել այս։ Շատ կարևոր բան ասացիք, որովհետև մենք հիմա ապրում ենք այն դարում, այն ժամանակաշրջանում, երբ յուրաքանչյուր ինֆորմացիա կարելի է համացանցից գտնել, բայց էմոցիան չես կարող ապրել ու զգալ համացանցի միջոցով եւ հենց դրա համար շատ կարևոր է հենց այցելել եւ տեղում այդ էներգետիկան զգալ։
Սուզաննա, երբ խոսում ենք տարբեր այլ թանգարանների մասին, որոնք կոնկրետ օրինակ մեկ հայ մեծանուն մարդու են նվիրված, էլի շատ բան կա ցուցադրելու, շատ բան կա խոսելու, բայց ես միշտ զարմանում եմ գրականության եւ արվեստի թանգարանը ինչքան այսպես բազմաոլորտ է եւ ինչքան մեծերի է ներգրավում, ինչքան ոլորտներ, ինչպես եք որոշում ում անդրադառնալ, ում ցուցադրել։ Վստահ եմ տասնյակ հազարավոր ցուցանմուշներ նաեւ ունեք ֆոնդերում հաշվի առնելով ինչքան հայ մեծանուն մենք գրողներ, երաժիշտներ, քանդակագործներ, այո, նկարիչներ ունենք։ Ում է պատկանում այդ մեծ պատասխանատվությունը որոշել ում անդրադառնալ, ում ցուցադրել, որ ցուցանմուշին անդրադառնալ։ Ֆոնդերում ունենք 2 միլիոն թանգարանային առարկա եւ երբ մենք անցյալ տարի ստեղծեցինք ժամանակավոր ցուցադրությունների փոքր սրահը, որը նվիրված է պատում մեկիրի ցուցադրությունների շարքին, այսինքն պարբերաբար ցուցադրվում է մեկ առարկա իր հետաքրքիր պատմությամբ, մենք այսպիսի հումոր ունենք թանգարանի ներսում, որ մեզնից որևէ մեկը չի հասցնի մինչև վերջ այս աշխատանքը տեսնել գոնե, եթե ոչ աշխատել իրականացնել։ Այո, եւ գրականության եւ արվեստի թանգարանի հենց յուրահատկությունն էլ դա է, որ այն ապրող թանգարան է եւ անընդհատ համալրվում է նորագույն ժամանակաշրջանի մեծերի արխիվներով։ Այս պատասխանատվությունը պատկանում է թանգարանի ողջ անձնակազմին, թերևս ավելի շեշտադրում է կատարվում հոբելյանական միջոցառումներին, այսինքն այստեղ 1200-ից անոն արխիվատերեր կան, 1200-ից ավել մեծերի արխիվներ կան եւ պատկերացնում եք տարվա կտրվածքով քանի հոբելյան ունենք։ Հիմնականում ընտրում ենք այս սկզբունքով, օրինակ այս տարի Սունդուկյանի 200-ամյակն է, Իսահակյանի 150-ամյակն է, Տերյան 140 եւ այլն եւ այլն։ Իսկ հետաքրքիր է այս նախորդող օրերի ընթացքում նկատելի էր ավելի շատ զբոսաշրջիկների այդ արտերկրից եկող թե մերոնք էին շատ այս տոների ընթացքում այս երկու օրերի։ Գիտեք, ստատիստիկ տվյալներ են հավաքվում, ցավոք եթերում հստակ թիվ հիմա նշել չեմ կարող, որովհետև տոներին հաջորդող աշխատանքային օր դեռ չենք ունեցել, վաղ ավելի հստակ պատկերը կունենանք քանի այցելու ունեինք, որոնցից քանիսն էին դպրոցական տարիքի, քանիսն էին զբոսաշրջիկներ եւ այլն, բայց կարծում եմ այս տարի զգալի մեծամասնություն էին կազմում հենց զբոսաշրջիկները, ինչը շատ ուրախալի փաստ է, որովհետեւ գրականության եւ արվեստի թանգարանը լինելով նաեւ շատ ազգային եւ կարելի է համարել, որ այսպես արդեն ռելսերի վրա իր հունով գնում է տեղի լսարանի համար մենք խնդիր ունենք նաև դուրս գալ զբոսաշրջային շուկա եւ հայտնի դարձնել այն փաստը, որ գրականության եւ արվեստի թանգարանում պահպանվում են նաև համաշխարհային, միջազգային նշանակության շատ արժեքավոր վավերագրեր, առարկաներ եւ այլն։ Հրաշալի է։ Եվ Սուզաննա, թեև մենք post-factum ենք խոսում թանգարանների գիշերի միջոցառման մասին, բայց վստահ եմ շատ միջոցառումներ շարունակական են, ինչ կարող են տեսնել, ինչին կարող են մասնակից դառնալ մեր ռադիոլսողները, եթե արդեն այս աշխատանքային շաբաթ կան ձեզ մոտ։ Շնորհակալ եմ նման հնարավորություն ընձեռելու համար, ուրախությամբ պիտի նշեմ, որ սպասվում է երկու շատ խոշոր մեծ սիրուն իրադարձություն։ Մայիսի վերջին օրվանից կարելի է 2 ամիս ժամկետով այցելել հիշողության սլաքներ խորագրով ցուցադրությանը, որին ձեզ սիրով հրավիրում եմ։ Այստեղ ցուցադրվելու են մեր մեծերի ժամացույցները, որոնք պահվում են գրականության եւ արվեստի թանգարանում։ Շատ սիրուն խորագիր եք ընտրելի դեպ։ Այո։ Միքայել Նալբանդյան, Ռաֆայել Պատկանյան, Լևոն Շանդ, մյուս մեծերը դերասաններ, կոմպոզիտորներ, երաժշտագետներ, կինո արվեստի, թատեր արվեստի գործիչներ, գրողներ, գրականագետներ 1800-ականներից մինչև մեր օրեր, ոսկե չափազանց թանկարժեք բացառիկ ժամացույցներից մինչև մեր օրյա մեծերի կրած ժամացույցներ, որոնցից յուրաքանչյուրի սլաքը կանգ է առել մի հիշողության վրա։ Եվ հետաքրքիր է ու շատ հատկանշական, որ այս բոլոր ժամացույցներից աշխատում է միայն մեկը, որ շարունակում է աշխատել, այս ժամացույցը պատկանել է Բարսեղ Կանաչյանին։ Միայն այս ժամացույցն է, որի սլաքները կանգ չեն առել, մյուսները յուրաքանչյուր։ Մեր օրներքի հեղինակը։
հետաքրքիր է եւ այլ ինչ նորություններ կան, չնայած սա արդեն բավարար է։ Եվ հունիսի 10-ից 1 ամիս ժամանակով կգործի Մարտիրոս Սարյանի կտավների ցուցադրություն, այստեղ կցուցադրվեն շուրջ 60 կտավներ, որոնց զգալի մեծամասնությունը երբևէ չեն ցուցադրվել, սրանք բոլորը գաթում պահվող Սարյանի գործերն են, եւ գրաֆիկական աշխատանքներ եւ գեղանկարներ քչերին է հայտնի, որ գաթը նաև հարուստ է իր կերպարվեստի ֆոնդով, այդ թվում այսպիսի մեծածավալ Սարյանի աշխատանքներով ցուցադրությունը կոչվելու է ծանոթ եւ անծանոթ դեմքեր, որովհետեւ այստեղ հիմնականում դիմանկարներ են, որ Սարյանը նկարել է եւ շատ հայտնի մարդկանց եւ նրանց ժառանգներին, որ մեզ անծանոթ են։ Ահա Հրաշալի է, ձեզ հաջողություն ենք մաղթում ամբողջ թանգարանի Եվ աշխատակազմին, կայցել ենք անպայման։ եւս մեկ անգամ շնորհավորում ենք եւ այո, հիշողության սլակները եւ Սարյանի ցուցադրությունը պարտադիր պետք է տեսնել, շատ գրավիչ ներկայացրեք։ Սիրով կսպասենք։ Շնորհակալ ենք, դուք էլ հարգելի ռադիո լսողներ, նշեք օրացույցում, որ բաց չթողնեք եւ անպայման այցելեք։ Այս պահին ճանապարհենք մեր հյուրին, լսենք հերթական երաժշտական կատարումը եւ վերադառնանք։ Գիշերով կգաս ինձ մոտ կնքուշ ծերներդ ես կհամբուրեմ կծրեմ կյանքի հուշերը ցավոտ հեքիաթային լույսեր կվառեմ երկար մազերդ կարծակես ազատ հիվանդ գլուխդ կդնես կրծքիս կլինես կնքուշ մոտիկ հարազատ անուշ խոսքերով կդյութես հոգիս պայծառ աշխարհում կլինենք մենակ ցավ կյանքի մեռնող լույսերից խաբված կերազենք անհուշ անվերջ ու անհակ հեքիաթ աշխարհում արհավետ կապված Քեզ սիրում եմ, դու դեռ չես մեռել, ես ամեն ուրեք քեզ եմ որոնում, դու երազների լույս է օրանում, անուրջ որ գուցե բնավ չես եղել, քեզ իմ կարոտի կսկիցն է վառել, երազանքներում իմ նվիրական, իմ քույր, իմ դահիճ, իմ սուրբ սիրեկան, ես քեզ սիրում եմ դու դեռ չես մեռել չես մեռել Տասնանցե 46 թանգարանների մասին էինք զրուցում Վահան Տերյանի եւ նրա տողերով այս երգն լսում էինք այնպես որ ամփոփենք եթե թանգարանների օրը ասենք որ սա այս մի միջոցառումն էր երբ ազատ էին բացային դռները բայց տարվա ընթացքում մի սպասեք միայն սրան որովհետեւ մեր թանգարանները իսկապես 365 օր աշխատում են եւ հրաշալի ցուցադրություններ կազմակերպում միջոցառումներ եւ երբեմն լավ միջոցառումների համար ոչ թե երբեմն այլ միշտ պետք է նաեւ վճարել սա կարծես այսպես անոնսն է չէ տարվա ընթացքում մեկ անգամ մի քանի թանգարան գնալ անվճար բայց հետագայում պետք է ինչպես ցանկացած լավ ապրանքի, լավ ծառայության դիմաց մշակութային կառույցները եւս այդ ֆինանսական աջակցության կարիքն ունեն։ Եվ մենք շատ հաճախ կարելի ասել մշտապես անդրադառնում ենք լավագույն թանգարաններին, որոնք են ամենաայցելվող թանգարանները, բայց սեվակ պարզվում է, որ աշխարհում կան նաեւ տարօրինակ թանգարաններ։ Դրանցից մի քանիսի մասին խոսենք, օրինակ Վատ արվեստի թանգարան,
թանգարան, որը գտնվում է Միացյալ Նահանգներում, Բոստոնում, եւ նույնիսկ նրանք, ովքեր միջակ մակարդակի են նկարում, հնարավորություն ունեն հայտնի դառնալու, եթե իրենց աշխատանքները հայտնվեն այս տարօրինակ թանգարանի պատերին։ Այստեղ այցելուներ են գալիս ամբողջ աշխարհից, որպեսզի տեսնեն ցուցադրված վատ արվեստի ստեղծագործությունները։ Սա գիտես ինչին է նման, երբ համացանցում օրինակ կան, չէ, մի քանի տարածված այսպես սաունդներ, օրինակ Տիտանիկի սաունդթրեքը ֆալշ կատարմամբ եւ դրանք դարձել են այսպես իսկապես միլիոնավոր լսումներ ունեն, որովհետեւ տարատեսակ վիրուսային հոլովակներ են նկարահանվում եւ տեսեք, որ վատ արվեստը եւս իր տեղն ունի, բայց կարեւոր է, որ դա առանձնացված է մեկ տեղում եւ բոլորը գիտեն, որ դա վատ արվեստի թանգարան է։ Եվ տես ինչն է հետաքրքիր, ամեն ամիս թանգարանը ստանում է բազմաթիվ հարցումներ արվեստագետներից, բայց 10-ից 9 մերժվում են, քանի որ դրանք այնքան էլ վատը չեն։ Պաստորեն նաև պետք է դրա համար պայքարել։ Սա այն դեպքն է, երբ մերժվում եք, պետք չի տխրել։ Հաջորդ թանգարանն, որի մասին խոսենք, իդեպ սրա մասին, երբ ինձ առաջին անգամ իմ ընկերները ասացին, ես զարմացա, որովհետև իրանք ասացին, որ եղել են Փարիզում եւ գնացել են։ Ես չգիտեի, որ նմանատիպ բան գոյություն ունի։ Կոյուղու թանգարանի մասին է խոսքը, որը գտնվում է ոչ ավել ոչ պակաս արվեստի մայրաքաղաք Փարիզում, միջնադարյան եվրոպական կոյուղի, ավելի ճիշտ դրա բացակայության մասին պատմություններ են մեզ տարբեր այսպես պատմական էջերից հասնում եւ հետաքրքիր է հետեւել, թե ինչպես է ինժեներական միտքը մարդկանց դուրս բերում այս հիգիենիկ կարիքներից եւ ստորգետնյա անսովոր թանգարաններից մեկը հենց Փարիզի կոյուղու բնօրինակն է։ Այստեղ թունելներ են, կեղտաջրերի մաքրման ժամանակակից համակարգերի ճանապարհին, ինչպես է կյանքը զարգացել եւ կարելի ասել մարդը այցելուն քայլում է Փարիզի որովայնի միջով եւ տեսնում, թե ինչպես է կոյուղու ցանցը գործել քաղաքում, հատուկ տեխնիկական ինչ միջոցներ են գործի դրվել 20-րդ դարում եւ թանգարանային իրերը ցուցադրվում են հենց ստորգետնյա պատկերասրահներում, հին մեխանիզմներ, դիտարկման համակարգիչներ, սա ոչ միայն թանգարանային սենյակ է լուսանկարներով, այլև իսկապես 2000 կիլոմետր ձգվող թունելներ, որոնց միայն մի մասն է օգտագործվում որպես թանգարան։ Ես էլ չգիտեի, շատ հետաքրքիր է։ Հաջորդ թանգարանը, զանգ ունենք, այո, հաջորդ թանգարանը, որի մասին մենք կխոսենք, առաջարկում եմ լսեն այն մարդիկ կամ ավելի ճիշտ չլսեն այն մարդիկ, ովքեր զգայուն են եւ գիշերը արջուկի հետ են քնում, բայց ընդունենք զանգ նոր։ Ալո, բարև ձեզ։ Դուք եթերում եք։ Մենք ձեզ լսում ենք, ում հետ ենք խոսում։ Բարի լույս։ Հարգելի ռադիո լսող։ Կարծես կապը տեխնիկական խնդիր ունի, Մարինան նախազգուշացումն արեց, կարող է կոտրված սրտերի թանգարանի մասին խոսել, չէ՞։ Ոչ, բայց մոտ է։ Ոչ ավել, ոչ պակաս, Հռոմում, Իտալիայում գտնվող մահացած հոգիների թանգարան։ Մի վախեցեք, այստեղ պահվում են ոչ թե հանգուցյալ հոգիները, այլ ապացույցներ, որ դեռ ուժի մեջ է ասածս, եթե զգայուն եք, մի լսեք։ Երբեմն նրանք արթնանում են եւ այցելում կենթանի մարդկանց։ Թանգարանը եկեղեցու հովանու ներքո է եւ նույնիսկ դրա տարածքում մուտքը իրականացվում է Դել Սակրո Կյուրե եկեղեցու միջոցով, բայց մինչ մուտքը դուք պետք է խնդրեք քահանայի թույլտվությունը ասելով «Il museo» եւ Padren ձեզ կտանի դեպի ցուցասրահ։ Այս ամենը սկսվել է 1912-ին մի գիշերային գլխարկով, ըստ լեգենդի 73 թվականին թանգարանի տերը այրիացել է, բայց սքո տրամադրության փոխարեն տրվել մարմնական զվարճանքի եւ պատժվել է խանդոտ հանգուցյալի կողմից։ Ահա, առավոտյան շատ հաճելի թեմա է։ Գիշերը գալով իր սենյակ, քաշել է քիթը եւ գլխից գլխարկը պոկել, հաջորդ առավոտ խեղճ այրին իր գլխարկի վրա ձեռքերի սև հետքեր է տեսնում։ Ահա, մենք խոսում էինք մահացած հոգիների թանգարանի մասին, այո, որը գտնվում է Ռոմի Իտալիայի մայրաքաղաք Ռոմում եւ տեղափոխվենք Խորվաթիա, Զագրեբ։ Այս թանգարանը կարծես թե փոքրիշատե ավելի հայտնի է որպես տարօրինակ, որովհետեւ գրեթե չկա մի անդրադարձ տարօրինակ թանգարաններին, երբ սրա մասին չխոսվի, խոսքը դժբախտ սիրո կամ կոտրված սրտերի թանգարանի մասին է, որը լավագույն, այսպես թերապիա ճանապարհորդությունն է այն մարդկանց համար, ում սիրտը իսկապես կոտրված է։ Սա գիտակցման մի վայր է, երբ դու առաջինը չես, ամեն ինչ կանցնի, բայց նա, այո, միգուցե զղջա եւ վերադառնա։ Այս ցուցադրությունը համալրվում է նախկին սիրահարների բերած իրերով, օրինակ մեկը նվիրել է մատանի, փափուկ խաղալիք, ծաղիկներ, հագուստ,
տարատեսակ սուվինիրներ եւ մարդիկ որպեսզի մոռանան այդ սիրելիին եւ նվերները, դրանք ոչ թե դեն են նետում, այլ նվիրում են Զագրեբում գործող այս թանգարանին։ Ցուցանմուշների թվում իդեպ իմ նշած իրերը ամենաայսպես շաբլոնն էին, կան յուրօրինակ իրեր։ Օրինակ կացին, որը քանդում է կահույքը, կոտրված մոպեդ եւ նույնիսկ սրճաղաց, որը ծեծում էր տղային։ Հետաքրքիր է, եթե լինեք այնտեղ, անպայման այցելեք։ Այս պահին ձեզ նաև տեղեկացնենք, փոխանցենք մի քանի սպորտային նորություն, որոնք վերջին օրերին տեղի են ունեցել, իրադարձություններ սպորտային եւ կարևոր են։ Օրինակ Բրազիլիան կարող է զրկվել աշխարհի առաջնության 2026-ին մասնակցելու հնարավորությունից։ Ինչու՞։ Ասեմ, Ռիո դե Ժանեյրոյի դատարանը վերջերս Էդնալդո Ռոդրիգեսին հեռացրել է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահի պաշտոնից։ Դատավճիռը նույնիսկ հանգեցրել է կազմակերպության տնօրենների խորհրդի լուծարմանը եւ ի պատասխան Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան բողոքարկել է Գերագույն դատարան որոշումը չեղյալ համարելու համար։ Այսպես Սպորտային լուրերը շարունակենք եւ հատկապես ֆուտբոլի մասին շարունակենք խոսել։ Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան հրապարակել է բոլոր ժամանակների լավագույն տղամարդ ֆուտբոլիստների ցուցակը։ Եվ ցանկը ինչքան էլ զարմանալի չէ, այո, գլխավորում է արգենտինացի աստղ Լիոնել Մեսին, որը տարիներ շարունակ իսկապես գերիշխում է, սահմանելով ռեկորդներ ինչպես ակումբային, այնպես էլ ազգային հավաքականի մակարդակով։ Այսպիսի տեսք ունի լավագույն տասնյակ, ինչպես նշեցինք, առաջինը արգենտինացի Լիոնել Մեսի, երկրորդը ֆուտբոլի լեգենդ Պելեն, երրորդը Դիեգո Մարադոնան, Կրիշտիանո Ռոնալդոն 4-րդ տեղում է, Յոհան Կրոյֆը Նիդերլանդներից 5-րդ, Ռոնալդո Նազարիո Բրազիլիա, Զինեդին Զիդան մեր սիրելի, Ֆրանց Բեկենբաուեր գերմանացի հայտնի ֆուտբոլիստ, Ալֆրեդո Դի Ստեֆանո եւ Ռոնալդինյոն, մեր մանկության Ռոնալդինյոն բրազիլիացի եզրափակում է ցանկը, իդեպ ասենք, որ այս ցանկը ֆուտբոլի բոլոր ժամանակաշրջանների ներկայացուցիչների է ներառում 50-ականներից մինչև մեր օրերը։ Հրաշալի է։ Եվս մեկ ֆուտբոլային նորություն Էրեդիվիզեի եզրափակիչ 34-րդ տուրում ՊՍՎ-ն արտագնա խաղում հաղթել է Սպարտային 3-1 հաշվով եւ վաստակելով 79 միավոր զբաղեցրել աղյուսակի առաջին հորիզոնականը եւ ՊՍՎ-ն իր պատմության մեջ 26-րդ անգամ դարձավ Նիդերլանդների չեմպիոն։ Մենք միշտ ասում ենք, որ ֆուտբոլասերների համար, չէ, միշտ կա հետաքրքիր մի միջոցառում, հետաքրքիր մի լուր, դա լինի Հայաստանում, աշխարհում, ակումբային առաջնություն, հավաքականների պայքար, եւ դրա համար է, որ ֆուտբոլի վերաբերյալ լուրերը միշտ գերիշխում են մեր հաղորդման վերջին հատվածում եւ եւս մեկը։ Եվ նաեւ շատ հուզիչ իրադարձություններ են տեղի ունենում, օրինակ հրաժեշտի գոլեր, կարելի է նաեւ այդպես ասել, անգլիացի հարձակվող Ջեյմի Վարտին Լեսթերի կազմում հրաժեշտի հանդիպմանը խփել է իր 200-րդ գոլը թիմի կազմում։ Ավելի վաղ անգլիական ակումբը հայտնել էր, որ այսօրվա հանդիպումը վերջինը կլինի ֆուտբոլիստի համար King Power-ում։ Փաստորեն։ Եվ այդ գոլը Ջեյմիի 200-րդն էր Լեսթերի մարզաշապիկով, ընդ որում 500-րդ հանդիպմանը։ Ահա, այսքանն ենք մենք այսօր առանձնացրել, արդեն 10:56, այսօր մեր հյուրերի հետ այսպես բավականին հագեցած եթեր ունեցանք եւ ժամանակը իսկապես շատ արագ անցավ։ Ձեզ հաճելի աշխատանքային շաբաթ ենք մաղթում, թող այն նաեւ լցված լինի մշակութային իրադարձություններով, որոնց մասին այսօր մենք խոսում ենք, որովհետեւ միայն տուն աշխատանք գրաֆիկը մարդուն հյուծում է։ Այո, անպայման հոգ տարեք նաեւ ձեր մասին։ Ձեզ մաղթում ենք օրվա լավ շարունակություն եւ բարձր տրամադրություն, տաղավարում աշխատեցին Սևակ Հակոբյանը եւ Մարինա Գրեգը։ Լավ մնացեք։ Much more